Բարև ձեզ։ Միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ աշխարհակարգի անցման պայմաններում զինված բախումներով եւ պատերազմներով ուղեկցվող ազդեցության գոտիների վերաբաժանման այս անցումային ու բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց շահերը պաշտպանելու եւ նոր տարածաշրջաններ թափանցելու նպատակով խաղի նոր կանոններ են փորձում սահմանել, առանձնահատուկ կարեւորություն է ստացել այն հարցը, թե որ ուժի ազդեցության գոտում կհայտնվեն Հարավային Կովկասն ու Հայաստանը։ Որքանով են Հայաստանին առնչվում աշխարհաքաղաքական ներկայիս փոփոխությունները, որտեղից սպասել վտանգ կամ աջակցություն ու գործընկերություն։ Այս թեմաների շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Բալասանյան, սկսենք երևի Միացյալ Նահանգներից։ Դոնալդ Թրամփը անընդհատ կրկնում է, որ իր նախագահության օրոք արդեն հասցրել է 7 հակամարտություն լուծել, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած փաստենք, որ նույն Թրամփը երբեմն գուցե շատ հաճախ նույնիսկ շփոթում է այն երկրների եւ ղեկավարների անունները Հայաստանի եւ Ադրբեջանի, որոնց միջև իբրև կնքվել է խաղաղության պայմանագիր։ Հարցը հետևյալն է. ով է դառնալու այս պայմաններում, այսպես ասած, օպերատորը մեր տարածաշրջանում։ Եթե փաստենք, որ վերջին իրադարձություններից հետո Հարավային Կովկասում իսկապես ամերիկյան ազդեցությունը կտրուկ աճել է։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը մենք կարող ենք ինչ-որ առումով գտնել նախորդին հրապարակված Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որտեղ մի քանի առանցքային կետեր կա, որի վրա կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել։ Առնվազն մեկ կետով նշվում է, որ Եվրասիայում առանց Ռուսաստանի մասնակցության հարցերը հնարավոր չի լինելու կարգավորել։ Դա ես վստահ եմ ոչ միայն վերաբերում է Ուկրաինային, այլև վերաբերում է ողջ հետխորհրդային տարածքին։ Այդ թվում նաև Հարավային Կովկասին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերվում է Տրամպի խաղաղություն բերողի համբավին, ապա ուղղակի նշեմ, որ նախորդին Թայլանդի եւ Կամբոջայի միջև կրկին սկսվեց ռազմական բախումներ, այսինքն դա հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ գին, ինչ արժեք ունի Տրամպի խաղաղության մասին հայտարարությունը եւ առասարակ ունի արդյոք արժեք թե ոչ։ Տրամպին դա պետք է ուղղակի այս ռոպեական խնդիրներ լուծելու, մամուլում մի քանի անգամ ավել երևալու եւ ինչու՞ չէ փորձելու այս ֆոնին Նոբելյան մրցանակակիր դառնալ, դափնեկիր, բայց եթե ավելի լուրջ խոսենք, ապա ակնհայտ է, որ Տրամպը խորամուխ չի խնդիրների կարգավորման եւ առասարակ դուք ճիշտ նշեցիք, շատ հաճախ նաեւ խառնում է պետությունների անունները, երկրների ղեկավարների անունները, եթե նրա մեջ տպավորված լիներ ադրբեջանական խաղաղության պայմանագիրը օգոստոսի 8-ին, ամենայն դեպս նախագիծը, ինչի մասին այդպես թմկարվեց եւ դիվանագիտական եւ քարոզչական մեծ ուղեկցում ապահովվեց դրան, ապա ընդամենը մոտ 1 ամիս հետո Գազայի հարցում Շարմ el-Շեյխում հավաքի ժամանակ նա այսպես կհիշեր Հայաստանի վարչապետի անունը, այլ ոչ թե Հայաստանի վարչապետը մոտենար նրան եւ հիշեցներ իրով լինելը։ Դա նշանակում է, որ Տրամպը ըստ էության մեծ հաշվով միևնույնն է իր համար, թե այդ երկրի ղեկավարի կոնկրետ չասենք, ինչ որ երկրի ղեկավարի անունը ինչպիսին կլինի։ Իսկ նաև Մերձավոր Արևելքի հետ կապված նշվում է ռազմավարության մեջ, որ Մերձավոր Արևելքն այլևս առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։ Խոսվում է Եվրոպական միության մասին, Եվրոպական միության ղեկավարներին համարելով դեմոկրատիայի սպառնալիք, ժողովրդավարության սպառնալիք։ Այս բaragայում կարող ենք հստակ ֆիքսել մի բան. Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվելու են բոլոր հատվածներում, առաջին հերթին իհարկե Եվրասիայում եւ Մերձավոր Արևելքում։ Իսկ Հարավային Կովկասը լինելով Եվրասիայում եւ լինելով Մերձավոր Արևելքի այսպես սահմանակից տարածաշրջանի պետություն, անխոսք իր վրա զգալու է այդ պայմանավորվածության արդյունքը։ Բայց նաև մի բան պետք է ֆիքսենք, պայմանավորվել չի նշանակում մեկը մյուսի հաշվին է դա անելու, այլևս պետք է մոռանալ, թե ինչ որ մի ուժ առասարակ կլքի տարածաշրջանը, այն մյուս ուժը կվերցնի ամբողջ հեգեմոնիան, նման բան այլևս չի լինելու եւ Տրամպն ինքն ընդունում է բազմաբևեռ աշխարհակարգի օրակարգը եւ ըստ էության նոր ռազմավարությունը մշակվել է այդ օրակարգի տարին եւ ոգուն համապատասխան։
Այստեղ միակ ուժը, որ տուժելու է եւ միակ ուժը, ում հաշվին, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվելու են, դա Եվրոպական միությունն է։ Արդեն ակնհայտ է, որ Եվրոպական միության այս ղեկավարության հետ Տրամպը չի աշխատելու։ Պարակտման ֆոնին է կարծես լուծում Այո, չի աշխատելու, Տրամպը շատ լավ հասկանում է, որ 2022 թվականի մարտ ամսից սկսած մի քանի փուլային իրավիճակում Եվրոպական միությունը վիժեցրեց Ուկրաինայում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ խաղաղության հաստատումը։ Տրամպը դա շատ լավ հասկանում է, որ իր վերջին առաջարկած 28 կետերի Զելենսկու կողմից չկատարելը, դա Եվրոպական միության շնորհիվ է եւ ավելին Զելենսկու հետ կապված նշեց, որ ես վստահ եմ անգամ, որ նա չի էլ կարդացել այդ 28 կետերը։ Մեր տարածաշրջանում կարծում եմ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Տրամպի մայրուղու հետ կապված ես չեմ զարմանա, եթե երրորդ կողմ ասածը վերջը բարձվի, որ դա Մոսկվան է, այլ ոչ թե Թուրքիան, ինչպես շատերը գտնում են եւ կարծում են։ Մոսկվայի չափից դուրս հանգիստ վերաբերվել է Տրամպի մայրուղուն, Իրանի կողմից չափից ավելի փափուկ վերաբերվել է Տրամպի մայրուղուն, եւ Չինաստանի կողմից կտրուկ քայլեր չկատարելը Տրամպի մայրուղու հետ կապված խոսում են այն մասին, որ երրորդ ուժը լինելու է երկիր, որ առնվազն այս երկու տերության համար ընդունելի է։ Իսկ Թուրքիան, այսպես Թուրքիան չի սպառնում լինել երկու կողմի համար էլ ընդունելի պետություն այս հարցում։ Ձեր խոսքերից բխում է հետևյալ հարցը, քանի որ փորձագետները, վերլուծաբաններն ասում են, որ Թրամփի ուղին այդ մեծ Թուրանի, ծրագրի առաջին քայլն է, որը իր հերթին կարող է նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերը թուլացնել, դուք փաստացի կարծում եք, որ Ռուսաստանն է լինելու այս դեպքում երրորդ կողմը, այո։ Այո, որովհետև ՀԱՊԿ գագաթնաժողովի վերջին գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահն անթաքույց նշեց, որ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Նշեց, որ այո, բոլոր փաստաթղթերը Հայաստանը ստորագրում է, Հայաստանը ոչ մի առարկություն չունի ընդունող փաստաթղթերի հետ կապված։ Ուղղակի հիմա ժամանակավոր չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանը միանշանակ մնում է նաև ԵԱՏՄ-ում, քանզի եթե հիշում ենք, կարծեմ Փեզեշքյանի այցի ժամանակ նաև այդ մասին խոսվեց, որ հայ-ադրբեջանական Նախիջևանի հատվածի սահմանը դա ԵԱՏՄ մաքսային սահմանն է։ Հետևաբար ԵԱՏՄ մաքսային սահմանում եւ սահմանի շուրջ կատարվող իրադարձություններում Ռուսաստանը չի կարող ուղղակի չմասնակցել։ Բացի այդ, դա դեռ հարց է, թե արդյոք Տրամպի մայրուղին կդառնա մեծ Թուրանի մաս, թե ոչ։ Տրամպի մայրուղին ուղղակի կարող է դառնալ տարածաշրջաններն իրար կապող ճանապարհ եւ վերջ։ Այսինքն դրանից այն կողմ Տրամպի մայրուղին ուղղակի եւ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ըստ էության չեն թողի, որ ինքը ավելի այսպես փորձի նրա նշանակությունը մեծանալ։ Շատ լավատեսական է ձեր մոտեցումը, բայց հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչպիսին կլինի այդ սցենարի դեպքում Թուրքիայի դիրքորոշումը խաղից, այսպես ասած, դուրս մնալու պարագայում։ Գիտեք, Թուրքիան այսօր ինքը լրջագույն խնդիրներ ունի առաջին հերթին իր ներսում։ Թուրքիայի քաղաքականությունը եւ Թուրքիայի այսպես շնչակտուր պահվածքը Սիրիայի հետ կապված նշանակում է, որ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ ինքը այլևս այն ուժը չէ, որ կարող է միայնակ տարածաշրջանում հարցեր լուծել։ Ես իհարկե դեմ եմ, որ մեր մամուլում Թուրքիայի մասին այդքան գերագնահատականներ են տալիս, այսպես, եւ Թուրքիային այսպես ներկայացնում են տարածաշրջանային գերտերություն եւ այլն։ Թուրքիան այս պահին ամենայն դեպս Էրդողանի Թուրքիան տարածաշրջանային գերտերություն չէ։ Քանի որ ոչ ֆինանսական, ոչ ռազմաքաղաքական առումով նա չի կարող ուղղակի դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Վերջին այցը Հական Ֆիդանի Թեհրան Արաղչի հետ հանդիպումը եւ հետո դրանից հետո Էրդողանի հայտարարությունը, որ ինքն էլ է գնալու Թեհրան, խոսում են մասին, որ Սիրիայում Թուրքիան պետք է պայմանավորվի առաջին հերթին Իրանի հետ, եթե առհասարակ ցանկանում է մնալ Սիրիայում, որովհետեւ Իսրայելի հետ իրենց նախնական պլանը չաշխատեց։ Իրենք Իսրայելի հետ որոշեցին կիսել Սիրիան, բայց Իսրայելը կամ մոռացել էր ասել Էրդողանին, կամ ուղղակի այդ պայն չէր հասցրել Նատանյահուն ասել, որ Իսրայելին ողջ Սիրիան է պետք, ընդհուպ միջև Եփրատ գետ։ Իսկ Եփրատը Թուրքիայի աշխարհաքաղաքական կարմիր գիծն է։ Հետևաբար Թուրքիան հիմա շատ լավ հասկանում է, եթե առանց Իրանի նախ այնտեղ չեն կարողանալու պայմանավորվել, բացառված է դա։ Իրանը պահում է իր ազդեցությունը Սիրիայում, առաջին հերթին ալավիների եւ նաեւ քրիստոնյաների վրա, այդ թվում նաեւ հայ համայնքի հետ ունեցած
իր հարաբերությունների մասին է խոսքը, եւ հիմա Թուրքիան ուղիներ է փնտրում Սիրիայում Իրանի հետ պայմանավորվելու։ Աշ-Շարան ցույց տվեց, որ ինքը չի դառնալու Թուրքիայի հպատակ եւ չի տանելու երկիրը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ստորագրելուն, քանզի Աշ-Շարային չեն հասկանային Սիրիայի ներսում։ Իսկ եթե Սիրիայից պրոյեկտում ենք մեր տարածաշրջանի վրա, ոչնչով չի տարբերվում։ Թուրքական կողմի այսպես նեո-օսմանական նկարտումները վերցնել ողջ տարածաշրջանը եւ դառնալ թուրքական պետությունների աթան ըստ էության չստացվեց Էրդողանի մոտ։ Էրդողանը չի ձգում այդ կերպարին եւ այդ այսպես պաշտոնին, եթե պայմանական ասենք կամ կոչմանը, որովհետեւ առնվազն թուրքական երկու պետություն, Ղազախստանը եւ Ուզբեկստանը համաձայն չեն լինել թուրքական աշխարհի մաս Թուրքիայի կցորդը։ Երկուսն էլ այո, ասում են մենք թուրքական պետություն ենք, բայց բանակի հետ կապված, ընդհանուր, չգիտեմ, կրթական ծրագրերի բանի հետ կապված իրենք ունեն իրենց տարաձայնությունը եւ ավելին նույն է այսպես Ուզբեկստանը եւ Ղազախստանը Թուրքիայի մոտ հարց են դնում այդ տնտեսական կոռեցեսիայի եւ մեր տնտեսական աճի պայմաններում դու ինչով ես մեզանից ավել ըստ էության։ Հետևաբար թուրքական աշխարհում էլ այնպես չի, որ շատ հիացած են Էրդողանի որոշումներով։ Ղազախստանի վերջին ակտիվացումն էստեղ Ղազախստանը կարծես թե փորձում է սեփական խաղ տանել տարածաշրջանում եւ Թրամփի մայրուղին բոլոր օգտագործելու են իրենց շահերի համար։ Բայց ես չեմ կարծում, թե Թրամփի մայրուղին կարող է դառնալ այդ բաղձալի միջին միջանցքի շարունակությունը եւ թուրքական աշխարհը իրար կապող ճանապարհը։ Ուղղակի կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք դա ուղղակի թույլ չեն տա։ Պարոն Բալասանյան, վերադառնանք Թրամփին, ինչ եք կարծում, կհաջողվի նրան ռուս-ուկրաինական պատերազմն էլ ավարտին հասցնել, եթե ինչպես դուք ասացիք, նաև օրերս շրջանառվում են արդեն լուրեր եւ հետևելով տեսնում ենք, որ կարծես Միացյալ Նահանգները Եվրոպային եւ Ուկրաինային բանակցային սեղանից փորձում է դուրս թողնել, նաև ասում է Զելենսկին չի ծանոթանում այդ ծրագրին, թեպետ Զելենսկին նաև հայտարարեց, որ այդ պատերազմի եւ խաղաղության մասին պատկերացումները Ուկրաինայի եւ Ամերիկայի այնքան էլ չեն համընկնում։ Ինչ է այստեղ կատարվում։ Զելենսկին պիտի հեռանա, Տրամպը արդեն այդ որոշումը կայացրել է։ Ես այսպես հաղորդումից առաջ էի մամուլը ուղղակի աչքի տակով անցկացնում։ Զելենսկու հետ կապված նշել էր, որ արդեն Ուկրաինային նոր նախագահ է պետք եւ նոր նախագահական ընտրություններ։ Զելենսկու այսպես էպոխան դարաշրջան ավարտվում է եւ ավարտվում է շատ այսպես տրագիկ բանի համար Ուկրաինայի համար եւ իհարկե իր համար։ Եվրոպական միությունը չկարողացավ մեծ ցանկության դեպքում անգամ օգնել Ուկրաինային միայնակ պայքարել, քանզի Եվրոպական միությունը ուզում էր ուղղակի այդտեղ գումար աշխատել մեծ հաշվով ռուսական սառեցված ակտիվների հաշվին։ Բայց Վաշինգտոնից եկավ խստիվ հրահանգ հանգիստ թողել այդ ակտիվները։ Ես ունեմ իմ վարկածը ինչու են Վաշինգտոնում այդքան այսպես բանով գնում, այդ ուղղությամբ գնում։ Մենք եթե հիշում ենք Տրամպը անընդհատ 300-350 միլիարդի մասին է խոսում, որ Բայդենը հատկացրել է իրենք այդպես։ Ռուսական սառեցված ակտիվներն են մոտ այդքան։ Ես ունեմ կարծիք վարկած, որ ուղղակի այդ գումարը խոստացվել է Միացյալ Նահանգներին Ուկրաինայի դիմաց։ Եվ Միացյալ Նահանգները հիմա գնում է այդ ճանապարհով։ Իհարկե սա կարող է այսպես մեր փորձագիտական դաշտում բան աղմուկ, այտենց բան չի կարող լինել։ Դեպքերի եւ իրադարձությունների զարգացումները նայեք, տեսնեք, որ դա ըստ էության շատ մեծ հավանական է։ Տեսեք, Միացյալ Նահանգները ստորագրում է Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին պայմանագիր։ Հետո Տրամպը բողոքում է, որ Զելենսկին իրեն այլ քարտեզ է ցույց տվել։ Իրենք ստորագրել են պայմանագիր մի հատ այսպես շրջանների համար, որոնք արդեն գտնվում են ռուսական հսկողության տակ կամ մոտ են գտնվելու։ Հետևաբար Տրամպը Զելենսկու հետ չի պայմանավորվելու այդ հազվագյուտ մետաղները համատեղ մշակելու շահագործել, այլ Մոսկվայի հետ։ Եթե հիշում եք, Պուտինի առաջարկ որ եկեք համատեղ օգտագործենք եւ այդ գումարները ներդնենք նոր շրջանների զարգացման համար, այսինքն ամերիկյան գումարները դրվելու են նոր շրջանների զարգացման վրա։ Սա խայտարակություն է առաջին հերթին Եվրոպական միության համար իհարկե, եւ նաեւ մենք այստեղ տեսնում ենք Եվրոպական միության մեջ եղած գզվրտոցը։ Բելգիան իր մասին իր բաժին այդ սառեցված ակտիվները չի տալիս, Ֆրանսիան ասում է տանք, բայց ոչ մեր մոտ եղածները, այսինքն այստեղ սկսվել է ուղղակի այսպես արչին դեռ չսպանած մորթու առևտուրն է սկսվել, կռիվն է սկսվել, բայց ոչ նրան է հասնելու, ոչ նրան ըստ էության։
այդ գումարները հետ են վերադարձվելու Մոսկվային, ես վստահ եմ։ Հետո նա ոնց դա կտնօրինի, Տրամպը այդտեղ ինչ մասնաբաժին կունենա, դա առաջիկայում կտեսնենք, բայց այդ գումարները Եվրոպական միությունը չի տեսնելու։ Ավելին, Տրամպը կարողացավ վերջին հարվածը հասցնել Եվրոպական միությանը առևտրային պայմանագրի տեսքով, երբ 30% մաքսատուրք սահմանվեց Եվրոպական միության ապրանքների համար մուտքի Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների ապրանքների համար 0% մուտք դեպի եվրոպական շուկա։ Անկամ Մարին Լը Պենը սա համարեց բարոյական պարտություն, նշելով, որ գերմանացի ավտոարտադրողները ֆրանսիական ֆերմերների հաշվին հնարավորություն ունեցան իրենց մեքենաները վաճառել Միացյալ Նահանգներում, դա որքանով է բարոյական։ Խոսքը Մարին Լը Պենը ցանկանում էր նշել, որ ապրանքների մեջ Միացյալ Նահանգներից ներկրվող առաջի հերթին լինելու են հենց գյուղատնտեսական ԳՄՕ-ով հարուստ ապրանքները, որը որ նաև եվրոպացի սպառողի համար մեծ վտանգ է ներկայացնում։ Եվ դա նաև երբ որ Տրամպը եվրոպացի պաշտոնյաներին համարեց ժողովրդավարության թշնամի իր ռազմավարության մեջ, նա պատահական դա չասեց։ Այսօր նայեք ցանկացած սոցիոլոգիական հարցում Մակրոնը 10%-ից ավել աջակցություն չունի իր երկրում։ Մերցի աջակցության տոկոսը 18% է սպայդրությամբ։ Ուրեմն Մեծ Բրիտանիայի վարչապետինը նույն այդ վիճակում է, այսինքն 12-ից 15%-ի։ Հիմա Տրամպը ցանկանում է սրանով հարց ուղղել։ Դուք 15% աջակցությամբ ինչպես եք ողջ երկրի անունից պատրաստվում հայտարարություններ անել կամ պայմանագրեր ստորագրել։ Էնպես որ Եվրոպական միությունը ոչ միայն սեղանի մոտ չի լինելու, այլև ըստ էության նա Ուկրաինայի հետ միասին կարծես թե լինելու է սեղանի վրա, որտեղ այսօր արդեն Եվրոպական միության ապագայի մասին է խոսքը գնում։ Իլոն Մասկի հայտարարությունը, որ ժամանակն է եկել լուծարել Եմեն, դա պատահական հայտարարություն չի։ Եվ Տրամպի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծեմ գեներալ Կիրկի, եթե չեմ սխալվում ազգանունը, հայտարարությունը, որ այսօրվա Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների թշնամին է, սա շատ բանի մասին է խոսում։ Տրամպի շրջապատը բացասական է տրամադրված ԵՄ-ի նկատմամբ, իսկ ԵՄ-ի թուլացումը եւ ԵՄ Միացյալ Նահանգներ հարաբերությունների լարումը անխոս բերելու է նաեւ մեր տարածաշրջանում ԵՄ դիրքերի թուլացման։ Առանց խոսքի, քանզի տարածաշրջանը Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի համար շատ փոքր է, կամ նա է մնալու, կամ նա է մնալու։ Իսկ Տրամպը չի զիջելու։ Պարոն Բալասանյան, կարող ենք ենթադրել, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման նախապայմաններից է նաև, ինչպես ասացիք, Զելենսկու հեռանալը։ Ես կարծում եմ, այո։ Զելենսկին լեգիտիմ չէ, ասում է Մոսկվան։ Զելենսկին լեգիտիմ չէ, այլևս ասում է Տրամպը։ Զելենսկին թաղված է կոռուպցիայի մեջ, ասում է Ռուբիոն։ Զելենսկու շրջապատը 100 միլիարդավոր դոլարներ է գողացել Միացյալ Նահանգների հարկատուներից, սա էլ ասում է Միացյալ Նահանգների հեղինակավոր լրատվամիջոցները Տակեր Կարլսոնի գլխավորությամբ։ Այսինքն բոլոր նախադրյալները կան, որ Զելենսկին չպիտի լինի։ Եվ այսպիսի մի հարց վերջինը թերևս, պարոն Բալասանյան, Թրամփի այսպես ասած խաղաղության աղավնու այդ համբավը վաստակելու ցանկությունը ինչով է պայմանավորված։ Միթե Միացյալ Նահանգներն ու Թրամփը ինքն էլ վերահաստատվելու իրենց ուժն ու դիրքը ամրապնդելու կարիք ունեն։ Միացյալ Նահանգները ոչ, Տրամփը այո։ Դա գացի Տրամփի անձնական հատկանիշներից։ Հիմա մարդը մտածում է, այսքան ունեմ, մի հատ էլ Նոբելյան մրցանակ ունենամ խաղաղության։ Այդ ոնց է Օբաման կունենա, այն դեպքում որ հասկանալի չէ Օբամային ինչի համար տրվեց Նոբելյան մրցանակ Լիբիան ավիրելուց հետո, բայց Տրամփը չի ունենա։ Այստեղ ուղղակի հանրապետական դեմոկրատ որոշակի այսպես մրցակցություն է գնում եւ Տրամփը ցանկանում է ամեն դեպքում եւ ամեն գնով ունենալ այդ բազարի մրցանակ։ Չբավարարվեց այն խաղարկային խաղաղության մրցանակով, երբ հանձնվեց։ Գիտեք, բոլորն էլ գիտեն, որ այդ դա ժամանակավոր է։ Բոլորն շատ հասկանում են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, քանի դեռ մի կողմը ստանում է ամեն ինչ, մյուս կողմը չի ստանում ոչինչ, քանի դեռ զիջումները միայն միակողմանի են արվում, խաղաղություն չի լինելու։ Այդ բոլորն էլ գիտեն, ով չգիտի։ Ալիևն էլ գիտի, Մոսկվան էլ գիտի, Իրանն էլ գիտի, Տրամփն էլ գիտի, բայց հիմա, ինչպես ասում են, դրա ժամանակը չի, բայց դրա ժամանակը գալու է, երբ որ ուկրաինական տափաստաններում պատերազմը կդադարի, երբ որ Զելենսկուն կհանձնեն Հաագայի միջազգային դատարան եւ իր տերերը հենց եվրոպացիները կդատեն նրան մարդկության դեմ արած հանցագործությունների հետ կապված, հետո արդեն իրավիճակը թեքվելու է դեպի մեր տարածաշրջան անխոս, քանզի միջազգային հարաբերություններում չգրված օրենք է, երբ դու խաղաղություն ես հաստատում, երբ դու
ստորագրում ես խաղաղության պայմանագիր, յուրաքանչյուր կողմ հակամարտության ինչ որ մի բան պիտի ստանա։ Ես կարծում եմ ավելի շահեկան կլիներ միջազգային հանրության համար, թեկուզ պայմանական Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում բարձր ինքնավարությամբ Արցախի գոյությունը եւ Արցախի հայկական լինելը։ Սա կնվազեցներ ապագայում նոր պատերազմի բերելու հավանականությունը տարածաշրջան, բայց քանի որ մենք այսօր ունենք այն ինչ ունենք, Ադրբեջանն էլ ստացել է այն ինչին արժանի չէ, քանի որ ինքը այդտեղ ոչ մի լումա չունի, անխոս այս ամենը բերելու է նոր զարգացումներ եւ հիմա Տրամփի եւ Պուտինի կարծում եմ հիմնական խնդիրը, եթե ցանկանում են տարածաշրջանում լուրջ խաղաղություն հաստատվի, պիտի փորձեն այս ամենը մեղմել այնպես, որ գոնե հայկական կողմը որոշակի առումով բավարարվածություն ունենա այս գործընթացից։ Սա արդեն քննարկման մեկ այլ թեմա է հաջորդ անգամ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն, սիրելի հետևորդներ, մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ, իսկ մեր հյուրը Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն էր։ Շնորհակալ եմ, խաղաղ եղեք, կհանդիպենք։